Ողջույն ձեզ պարոն գնդապետ։ Բարև ձեզ, համեցեք։ Շնորհակալություն։ Ինչպես սկսվեց առավոտը։ Լավ, ներկայացանք ծառայության, ընդունեցի համապատասխան հրամանատարների զեկույցները, բոլորի հետ ճշտեցի մեր այսօրվա անելիքները, պլանավորված մեկնել դիրքեր, առաջարկում եմ կգնանք իրար հետ օրը կանցկացնենք։ Ծնվել եմ մանկավարժի ընտանիքում, հայրս մայրս կրթել են սերունդներ, մենք էլ այդ ընտանիքում մեծացել ենք, ես եղբայրս։ Այդ մանկավարժական կարգ ու կանոնը, ճշտապահանջ լինելը, նաև խստապահանջությունը ազդել է մեզ վրա, դաստիարակության վրա, որ կարողանանք հետագայում լինենք այնպիսին, ինչպիսին կանք որպես զինվորական։ Ողջույն ձեզ։ Ողջույն պարոն գնդապետ։ Ազատ։ 96-98 թվերին 2 տարի ժամկետային զինվոր եմ ծառայել, այսպես ոնց տեղեքն են հիմա այն ժամանակ էլ մենք ենք հերթապահության մեկներ։ Բարի ծառայություն ձեզ։ Լավ է։ 2 տարի ծառայել եմ մեր զինված ուժերում որպես ժամկետային զինծառայող, բարձրագույն ուսումնական հաստատություն եմ ընդունվել, բայց չեմ ավարտել, 3 տարի եմ սովորել, հետո դուրս եմ եկել, ընդունվել արդեն մեր Վազգեն Սարգսյանի ակադեմիա, որտեղ արդեն մի տարի եղբայրս էր ուսուցանում, ոնց որ մոտիվացրեց էլի, որ կարելի է ուսումը շարունակել այդ բնագավառում։ Զորամիավորման հրամանատարը զորամասեր ու բանակային դիրքեր այցելում է գրեթե ամեն օր, սակայն ամեն անգամ զգացողությունները տարբեր են, միշտ հպարտության, ինքնաբավության զգացումով է համակվում։ Հատկապես առաջնագծում յուրատեսակ էներգիա կա, որն առօրյա ծառայողական հոգսերում փոխակերպվում է հույսի, հավատի, մեծ մոտիվացիայի։ Որպես այս պաշտոնի ծառայող մարդ, ամենակարևորը իմ համար առաջնագծում անվտանգության խնդիրների լուծումն է, բայց իհարկե զգացումները տարբեր են, նամանավանդ երբ որ սահմանում են մեր զինծառայողները իրենց պարտականությունները կատարում են դժվար եղանակային պայմաններում առանց տրտնջալու մեծ նվիրումով եւ հպարտություն ենք ապրում այդ նկատելով։ Ստորաբաժանման հրամանատարի հետ գնդապետ Նազարյանը սահմանագծի երկայնքով է անցնում, ցուցումներ ու հրահանգներ տալիս, հետաքրքրվում իրականացվող ինժեներական աշխատանքների ընթացքով, տեղում ծառայություն իրականացնող անձնակազմի հետ քննարկում դրանց արդյունավետությանն առնչվող հարցեր, լսում նրանց դիտարկումներն ու առաջարկությունները։ Աշխատանքի մեջ կարելի է ամեն ձևի լինել ընկերասեր, բայց կան իրավիճակներ, երբ որ դու ի պաշտոնե պարտավոր ես ասել, անել այն, ինչ որ դու պարտավոր ես անել, անկախ նրանից ինչ հարաբերության մեջ է իր ընկերական եւ այլն։ Շատ կարեւոր է էլի ով է քո հրամանատարը։ Նույն ինչի մասին քեզ ասում եմ, հավատավոր այդ ամեն ինչը մեր կյանքի, ծառայողական կյանքի փորձից է։ Մենք էլ նույն ձև ոնց դուք ավարտել ենք ռազմական ակադեմիան, հետո տարբեր տեղեր ծառայություն անցել, տարբեր պաշտոններ ու լեյտենանտ, ավագ լեյտենանտ, կապիտան այդ կոչումների տարիներին շատ նվիրումում են ծառայել։ Հիմա էլ նույն բան չկա, տենց ուղղակի այն ժամանակ ավելի երիտասարդ, ավելի հայացքները այլ այդ դժվարություններով անցնելու ես եւ իմացի, որ մենակ պատիվ ես ձեռք բերել, ուրիշ ոչ մի բան։ Իսկ ոնց եք իրար հետ շփվում։ Գերական է, որ տղեկ պետք է գերականն եք, տղեկ, ես չգիտեմ, դա չի լինի էլի, որ ես ձեզ կանամ այդքան ես 2 րոպեի մասը, բայց հավատացած եղեք, տղեր, ամեն ինչից հետո, եթե դու մի հատ քայլ անում ես, եթե դու նեղացրել ես ընկերոջդ կամ կռվել եք, դու փոշմանելու ես 100%-ով։ Ազատ հերթափոխի զինվորների հետ զրույցի ինչ-որ պահի հրամանատարի պատանեկան ու երիտասարդ տարիների հետաքրքրությունների ու նախասիրությունների մասին բացահայտումներ են կանում, սակայն ամենաուշագրավը պիտի պարզվեր օրվա ավարտին։ Ինչ է մասնագիտությունը։ Երաժիշտ եմ պահում։ Ինչ ես նվագում։ Դուդուկ զուռնա։ Իսկ սովորել ես դուդուկ նվագել ես։ Ես օրինակ շվի եմ նվագել, նվագում եմ, կարամ, բայց էլի դες դպրոց եմ գնացել 5 տարի երաժշտական դպրոց եմ սովորել։
Իհարկե մեծ զգացողություններ կային, սպա էինք դառնում լեյտենանտ զինվորական առաջի կոչումը ստացել, բայց ուզում եմ ճիշտ լինեմ, իմ համար միշտ այդ տարիներին այդ ոնց որ չէր բավարարում, չէի սպասում տենց դրան, որ այդ լեյտենանտ կոչումը պետք է ստանալ, ոնց որ միշտ մտածում էի, որ ընդհակառակը առաջ գնալու շատ ճանապարհ կա։ Իսկ ինչն է անհրաժեշտ կարևորել ենթակա անձնակազմի հետ հարաբերություններ կառուցելիս, բարձրագույն հրամանատարության հետ շփումներում հաջողելու եւ անձնային որակներում հաստատակամ մնալու համար։ Զինվորականին անհրաժեշտ է, որ կամային հատկանիշները շատ ուժեղ լինի, կարա շատ լավ մարդ, ազնիվ մարդ եւ ընդհանրապես, բայց կամային հատկանիշները չերիք են այդ դժվարությունները անցնելու համար, որ այդ ամբողջ ճանապարհին նաեւ տանում ես քո ընտանիքը քո հետ, պետք չի մտածել ոնց ապրես, ուղղակի պետք է անես ամեն ինչը ճիշտ, մաքուր, ազնիվ։ Ուսադիրներ, կոչումներ, պաշտոններ, մեդալներ, պատվոգրեր, պարգևների պակաս գնդապետ Նազարյանը չի ունեցել։ Հայրենիքին անձնվեր ծառայությունը մշտապես ըստ արժանվույն է գնահատվել եւ այնուամենայնիվ, որն է ամենաթանկ վաստակը։ Մեծ ձեռքբերումներ իմ համար առաջի հերթին լավ ընտանիք ունենալն է, աշխատանքը, ծառայությունը, այդ ծառայության մեջ կոլեկտիվը անկեղծ մինչև վերջի պաշտոնով մարդուն, որ ծառայում է իմ ենթակայության տակ, որ չեմ տեսել իրան, բայց իրան սիրում եմ։ Տղայիս խորհուրդ տվել եմ, որ ընտրի զինվորական գործը, զինվորական ծառայությունը։ Գիտեք, ես տարիները ինչքան դժվարության մեջով անցնում ենք այդ դժվարությունը, այդքան անգամ կայանում ենք, այդքան անգամ ամրանում ենք, այդքան անգամ ուժեղանում ենք։ Այ ես դրա համար մենակ կուզեի, որ ինքը դրա մեջով անցներ։ Ամուսնուս հետ ծանոթացել ենք ռազմական ինստիտուտում, ես աշխատում էի կադրերի բաժնում, ինքը այդ ժամանակ 4-րդ կուրսում էր եւ ավարտական շրջաններ էր, 22 տարի եւ ավել, ինչ միասին ենք, ծառայում ենք, կարելի ասել միասին եւ հպարտ եմ, որ ես սպայի կին եմ։ Մեր ընտանիքում ընդհանրապես հայրենիքի պաշտպանության եւ հայրենասիրության դաստիարակությունը շատ բարձր մակարդակի եղել վաղուց։ Այդ դաստիարակությունը եկել է մեր մեծերից, տենց էլ շարունակվել է ու մեր որդիները տենց որոշեցին դառնալ հայոց բանակի զինվորականներ։ Կարծես թե ամեն բան ստացվել է այնպես, ինչպես երազում էր երիտասարդ տարիներին, ու եթե նորից ընտրության հնարավորություն ունենար, էլի զինվորական գործը կընտրեր։ Միայն ափսոսում է, որ հանգամանքների բերումով ընտանիքի ու հարազատների հետ շփումների համար երբեմն ժամանակը չի բավականացնում։ Հրամանատարին օրը երբեք չի բավականացնում։ Երևի թե պայմանավորված նրանով, որ սա աշխատանք չէ, այլ ծառայություն, որը երբևէ չի սահմանափակվում ժամանակով ու տարածությամբ։ Որոշեցինք իբրև բացառություն շրջանցել ժամանակն ու տարածությունը, պայմանավորվեցինք հանդիպել հաջորդ օրը վաղ առավոտյան պատանեկան տարիների ամենասիրելի վայրերից մեկում, որտեղ հրամանատարը երկար տարիներ չէր եղել ու այսօր կարոտով է մտաբերում։ Իսկ ո՞նց է կոչվում այս բաժանումը։ Բայդարկա։ Բայդարկա։ Հայերեն է։ Հայերեն թիավարություն։ Թիավարություն։ Այո։ Պարգևատրվում է Նազարյան Սիմոնը Հայաստանի Հանրապետության թիավարության 93 թվականի չեմպիոնատում 1000 մետր մրցաշարությունում 3-րդ տեղը գրավելու համար։ Ալեն ջան, ինչքան ժամանակ ես դու արդեն ծառայում։ Ալեն ջան, 2 տարի քշում ես, ապրես, իսկ մրցումների մասնակցել ես, մինչև 16 տարեկան լավ զբաղվել ենք, եթե ժամանակ լիներ և հնարավորություն կարելի էր կոնկրետ զբաղվել նորից։ Նախ ինքը օլիմպիական սպորտաձև է, երկրորդ կապ ունի լավ ուժային որակներ զարգացնելու հետ, հետո ջրի հետ է ամբողջությամբ, ջուրն էլ գիտենք ոնց է կոփում։ Բացի այդ ամենակարևորը առողջ ապրելակերպն է, որ տեսնում եք էլ ինչ տարիքից երեխաները մարզվում են ստեղ։ Լավ սպորտաձև է, շատ։
Մի ողջ կյանք համակ սիրո նվիրումի մասին, իսկ եթե ամեն ինչ նորից վերապրելու հնարավորություն այնուամենայնիվ լիներ։ Հրամանատարը վստահ է կան զգացողություններ, որոնք պետք չէ փորձել նկարագրել, ինչպես օրինակ նվիրումն առ ընտանիք, սերն առ հայրենիք։ Հենց սա է կոչվում ծառայություն։ Նաիրա Համբարձումյան, Հովհաննես Գրիգորյան, Զինուշ։